Բարև սիրելի պրոֆեսոր, ես Բարսեղյան Վահագնն եմ, 8 տարեկան։ Կարող եք ասել, ինչու է մարդը փռշտում եւ ինչու են աչքերը փակվում փռշտ տալիս։ Շատ հետաքրքիր հարց է, Վահագն։ Այսպիսով, փռշտոցը մեր մարմնի պաշտպանական ռեֆլեքսներից մեկն է, որը օգնում է մաքրել քթի անցուղիները։ Երբ քթի ներսում հայտնվում է գրգռիչ փոշի, բակտերիա, ծուխ կամ ալերգեն, նյարդային համակարգը ազդանշան է ուղարկում ուղեղին, որ պետք է այդ գրգռիչ նյութը դուրս բերել։ Ուղեղը միաժամանակ հրահանգում է մի շարք գործողություններ՝ արագ ներշնչում, կարճ պահած շունչ եւ ապա հանկարծակի ուժեղ արտաշնչում, քթով եւ բերանով։ Այս օդային հոսքը դուրս է գալիս մոտ 150 կմ/ժ արագությամբ։ Հզոր արտաշնչման արդյունքում օդը մաքրում է քթի անցուղիները եւ դուրս մղում վտանգավոր մասնիկները, ապահովելով շնչառական ուղիների պաշտպանությունը։ Այս ամբողջ գործընթացը ղեկավարում է ուղեղում գտնվող հատուկ միավոր՝ փռշտոցի կենտրոնը, որը հավաքում է ազդակներ տարբեր նյարդերից եւ դրանք միավորում է մեկ ամբողջական ռեֆլեքսային գործողության մեջ։ Իսկ ինչու ենք մենք փռշտալիս աչքերը փակում։ Այդ պահին մեր ամբողջ մարմինը արձագանքում է եւ աչքերը անկախ մեզնից փակվում են։ Ահա հիմնական պատճառները։ Նյարդային կապեր։ Փռշտոցը ակտիվացնում է երրորդյա նյարդը, որը կապված է ոչ միայն քթի, այլև աչքերի հետ։ Երբ այս նյարդը գրգռվում է, այն ակամայից ազդակ է ուղարկում նաև կոպերին, դրանք փակելու համար։ Երկրորդ, պաշտպանական բնաստ։ Փռշտալիս օդը դուրս է գալիս մեծ ճնշմամբ եւ կարող է օդում բարձրացնել միկրոկաթիլներ կամ փոշու մասնիկներ։ Աչքերի փակվելը պաշտպանում է բիբնու եղջերաթաղանթը, աչքի ամենազգայուն շերտերը։ Ավտոմատ ռեֆլեքս։ Փռշտալու պահին փորձել աչքերը բաց պահել գրեթե անհնար է։ Սա օրգանիզմի ավտոմատ մեխանիզմն է, որը իրագործվում է առանց գիտակցված վերահսկման։ Շատերը հավատում են տարածված մի կարծիքի. եթե փռշտալիս աչքերը բաց մնան, կարող են դուրս թռչել։ Սակայն սա անհիմն միֆ է։ Աչքերը ամուր են տեղակայված իրենց բնում, եւ փռշտոցը վտանգ չի ներկայացնում դրանց համար։